Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանին ականաձերծմանը խոչընդոտելու համար։ Անցած շաբաթ Բաքուն կրկին պնդեց, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%, պահանջելով Երևանից ճշգրիտ քարտեզներ։ Երևանն ավելի վաղ արձագանքել է, որ Հայաստանը ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։ Արցախի հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում երկրի ղեկավարը լիազորված չէ լուծարել հանրապետությունը։ Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որը հղում անելով Արցախի նախագահի ստորագրմամբ Արցախ պետության էջը փակելուն, նշում էր, թե ստորագրման պահից խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների օրակարգից։ Արցախի տեղեկատվական շտաբը պնդում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին միաժամանակ անտեսում է Արցախի հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը եւ օրենքները։ Ռամադանի ընթացքում կրակում էին, հետո մի քանի օր հանդարտվեցին ու հիմա էլ շարունակում են կրակել։ Խոզնավարի ղեկավարն է պատմում. Կրակոցները նույն ձևին, նույն ժամերին լինում է։ Որ ժամերին են լինում։ Ժամը 10-20 բան սկսում է։ Երեկոյան 10-20-ից սկսում են կրակել։ Հա, 10-20, 12-20, 3-20 կամ այդպես։ Տևականությունը ինչքան է, երկար են կրակում։ Չի կարող է 5-10 բան պուշտ։ Մերոնք պատասխանում են, թե իրենց կողմից է միայն։ Ոչ մի անգամ։ Իսկ ինչ տրամադրություն է գյուղում։ Ժողովրդական մատիրագործին իրեն բնական հունով իրենց աշխատանքներն բան չկա, որ ասա վախեցած են, խառնում են։ Արդեն քանի օր է նա կրակում է Սյունիքի ուղղությամբ, կրակում է քաղաքացիական բնակչության, բնակելի գյուղերի ուղղությամբ։ Ինչ հարց է լուծում Ալիևը, որքան Իրանը զգաստ է ու զինանոցը թիվ 1 պատրաստության է բերում սպասելով Միացյալ Նահանգներից հարվածի, այնքան Ալիևն ակլորացած զենքի փողն ուղում է դեպի Սյունիք։ Դատելով միջազգային ընդհանուր իրավիճակից, ադրբեջանական կողմը այս պահի դրությամբ դեռևս չունի հստակ պատկեր, թե ինչպիսի արձագանքներ կլինեն տարբեր դերակատարների կողմից, եթե իրենք գնան ագրեսիվ գործողությունների։ Խոսքը իհարկե ավելի լայնամասշտաբ գործողությունների մասին է։ Այս կրակոցները մի կողմից ուժի սպառնալիքի կիրառում են, մյուս կողմից նաև նպատակ ունեն հասկանալու տարբեր մայրաքաղաքներից եկող հնարավոր արձագանքներ, որպեսզի իրենց հետագա գործողությունները պլանավորեն։ Մասնագետները նկատում են, որ Բաքուն նաև տնտեսական խուճապի մեջ է, նավթի գինն այստեղ կտրուկ գնանկում է ապրում։ Հիմա նա խնդիր ունի նաև սեփական տարածքում հանդարտություն պահելու, ու հերոս Սաքլորի իր դերի մեջ էսկալացիոն ֆոնն է պահում։ Ուղիղ իր վերահսկողությամբ աշխատող պետական AzTV-ի Աստծո ամեն օրն է հայատյացություն սփռում։ Մեծ վերլուծական կոչով թողարկումով պնդում է, թե հարկավոր է միջազգային հանրությանը համոզիչ բացատրել, որ հայկական կողմը խաղաղության չի ձգտում։ Ադրբեջանցին ասում է, հայերը գենետիկորեն խաղաղասեր չեն։ Նրանց գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչության, վանդալիզմի, զավթողականության ու ցեղասպանելու ցանկություն։ Հետո պնդում է անում, թե հայերը թայմ-աութ են վերցրել ու պատրաստվում են նոր պատերազմի։ Ամենևին չի խոսում իհարկե այն մասին, որ հայկական կողմը ասում է պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Շրջանցում են նաև առաջարկը հրադադարի խախտման հետաքննող մեխանիզմ ստեղծել, կիրառել հետաքննել տոտալ լռությունը։ Այս ուղղությամբ քայլ չեն անում։ Ավելին կրակում են ու Ադրբեջանի արտգործնախարարությունն այս օրերին Հայաստանին մեղադրում է ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, այլև սահմանին լայնածավալ կուտակումների, այդ թվում հարձակողական սպառազինություն տեղակայելու համար։ Ստերի ֆանտաստիկ շարք է իհարկե, բայց բեմականացման բեմն ավելի են բարձրացնում, պարզաբանում պահանջելով Երևանից։ Ինչ խոսք, մաստեր կլաս է կեղծավորության։ Մենք չենք պատկերացնում, թե ինչպես ենք ընկերանալու Հայաստանի հետ, դա անիրատեսական է, անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը դեռ վաղաժամ է, բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահություն կառուցելու ուղղությամբ։ Այս մասին Բաքվում դեպի նոր աշխարհակարգ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ալիևը։ Նա նշել է, որ վերջերս Բաքվին մի քանի նմանատիպ նախաձեռնություններ են առաջարկվել վրացի գործընկերների կողմից։ Մենք դրական արձագանքեցինք եւ սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը։ Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող ենք փոքր քայլեր սկսել, նշել է Ադրբեջանի նախագահը։
Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ունի ռազմավարական գործընկերության համաձայնագրեր, իսկ Հայաստանը ինքն է իր ագրեսիայի ու օկուպացիայի պատճառով զրկվել տրանզիտ երկիր լինելու հնարավորությունից։ Իհարկե մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ։ Դա իրատեսական չէ։ Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է, բայց սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ մենք պատրաստ ենք դրան։ Մինչև օրս խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է եւ բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները, սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Ալիևն ում տեսնում է, ում հետ խոսում է, հիշում է հայերին, Գերմանիայի նախագահն էլ առանց Ալիևի ստերի բեռի չմնաց։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր Իլհամ Ալիև համատեղ ասուլիսում հայտարարեց, թե բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը մեջբերում Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ Այսպես եղել է, թե ոչ, արտգործնախարարությունից են պատասխանել լրատվամիջոցի հարցմանը, ասել են, թե Արցախի կորստի հրամանագրի ստորագրումից հետո հարցը օրակարգից դուրս է եկել։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Ադրբեջանն Արցախում իրականացրել է էթնիկ զտում ու ցեղասպանություն, քաղաքագետն է հիշեցնում։ Ասում է, եթե այս հարցը պաշտոնական Երևանի օրակարգում չէ, չկա նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, ապա այն չի կարող լինել նաև միջազգային որևէ հարթակում։ Դրա վտանգավոր հետևանքները ըստ փորձագետի կլինեն անխուսափելի, բաց թողնելով Արցախի հարցի շրջանակներում այս հանցագործությունը քննարկելու հնարավորությունը։ Հայաստանը բաց է թողնում նաև դրա հետագա կրկնության դեմ պայքարի բոլոր հնարավորությունները։ Քաղաքագետը զգուշացնում է, այդ կրկնությունը բացառված չէ։ Ադրբեջանը պահանջում է, որ իրենց տրվի Զանգեզուրի միջանցքը, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքից ռազմավարական նշանակության ահռելի մի կտորի բռնազավթում է դա նշանակելու, եւ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում ու ստորացում է նշանակելու, եւ այս պայմաններում էթնիկ զտման ու ցեղասպանության քաղաքականությունն է, որը եթե դու մի հատվածը լրիվ անտեսում ես, քո հանդեպ հիմա կիրառվում են արդեն դրա շարունակությունը։ Արցախի հարցը միջազգային քաղաքական օրակարգից անելը արգելում է նաև Հայաստանի օրենսդրությունը։ Քաղաքագետը հղում է անում անկախության հռչակագրին ու Գերագույն խորհրդի 92 թվականի հուլիսի 8-ի որոշմանը, որը գործում է։ Բառացի ես ես համար կարդամ։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած հաստատում, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Հիմա այսօր մեր սահմանադրությունը գործում է, կա նաև ցեղասպանության կանխարգելման կոնվենցիա, որը Հայաստանը նույնպես ստորագրել է, եւ այդ կոնվենցիայով նույնպես պարտավոր է պայքարել ցեղասպանության դեմ, որը հենց իրեն է վերաբերում։ Մոռանալ նշանակում է համակերպվել մյուս բոլոր պահանջներին, այստեղ Արցախի հարցը բանակցությունների սեղանից հանելու ամենամեծ վտանգը։ Չպատժվող ագրեսորը կարող է դիմել նոր գործողությունների, ու եթե տուժող այս դեպքում Հայաստանը հանցագործի հետ այսպես ասենք խնդիրներ պարզելու ոչինչ չունի, ապա միջազգային հանրությունը դժվար թե խառնվի գործերին։ Սենատոր Ռոն Ուայդենը ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը չեղարկելու առաջարկ է ներկայացրել։ Ուայդենն օգտվել է արտոնյալ բանաձևի իրավունքից, ինչը նրա առաջարկը դարձնում է օրենսդիրի առաջնահերթություն եւ պահանջում քվեարկություն առաջիկա 2 օրվա ընթացքում։ Ենթադրվում է, որ Սենատի հանրապետականների կողմից որոշակի աջակցություն ստացած առաջարկը հավանաբար կբախվի ներկայացուցիչների պալատում Թրամփի կուսակիցների հակազդեցությանը։ Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, այս մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Մենք դեմ ենք դրան եւ ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ։ Ես այդ մասին ասացի նախագահ Թրամփին, որը եւ իմ ընկերն է եւ Էրդողանի ընկերը, հավելել է նա։ Ավելի վաղ Թրամփը պատրաստակամություն է հայտնել լուծելու Թուրքիայի եւ Իսրայելի միջև տարաձայնությունները։ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Ամերիկայից ներմուծվող ապրանքների համար նախատեսված հայտարարված 34-ի փոխարեն կսահմանվի 84% մաքսատուրք։ Հավելյալ մաքսատուրքերի վերաբերյալ որոշումը կիրառվելու է այսօրվանից։ Առևտրի նախարարությունը հայտնել է, որ արտահանման վերահսկման ցուցակում ընդգրկվել է ամերիկյան 12 կազմակերպություն, իսկ եւս 6 կազմակերպություն հայտնվել է անվստահելի կազմակերպությունների ցանկում։
Ռուսաստանի Դաշնությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ազատ է արձակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արթուր Պետրովին, որն Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջով ձերբակալվել էր 2023 թվականին Կիպրոսում պատժամիջոցների խախտմամբ միկրոէլեկտրոնիկա արտահանելու կասկածանքով։ Ռուսաստանն ազատ է արձակել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Քսենիա Կարելինային, որն անցյալ տարի դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Ուկրաինայի զինված ուժերին գումար փոխանցելու համար։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը արդեն 2 անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին հայերի դատերին մասնակցելու խնդրանքով։ Օֆլահերթին ինքն է ԵԽԽՎ բարձր ամբիոնից պատմում պատասխանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից հնչած հարցին, թե ինչ գործողությունների են պատրաստ գնահատելու արդեն իսկ խախտված մարդու իրավունքները, կանխելու հետագա չարաշահումները։ Պարզվում է Ալիևը դռները փակել է բոլորի առջև առանց բացառության։ Հեռավորության վրա ես մեծ ուշադրությամբ հետևում եմ, թե ինչ պայմաններում են հայ գերիները պահվում Բաքվում եւ ինչ փորձությունների են ենթարկվում։ Դիմել եմ 2 անգամ, կդիմեմ նաեւ 3-րդ անգամ։ Ես իսկապես ուզում եմ գնալ Ադրբեջան, այնտեղ զբաղվել մարդու իրավունքների հարցերով։ Սա մեզ համար կրկին ցույց է, որ մեկուսացվելու քաղաքականությունը, որը վերջերս հատկապես է ստանձնել Ադրբեջանը, շարունակվում է։ Իրականում խոսքը գնում է ոչ միայն միջազգային կազմակերպությունների ներկայացուցչության կամ պատվիրակությունների այցերը թույլատրելուն, այլ նաև միջազգային ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին։ Իրավական հարցերի փորձագետն ասում է, ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին։ Անընդհատ մտահոգիչ տեղեկություններ են հասնում, որ Ադրբեջանը մերժում է բոլորին, թե ներսից, թե դրսից, ովքեր ցանկանում են այս կամ այն կերպ մասնակցություն ունենալ դատավարություններին։ Ադրբեջանում ներկայացուցչություն ունեցող կառույցները շաբաթներ առաջ են ծանուցում ստացել Բաքվի իշխանություններից։ Ժամանակն է հեռանալ։ Այդ շարքում միայն Կարմիր խաչը չէ։ Դա շատ հստակ ուղերձ էր, հատկապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ԶԼՄ-ներով զուգահեռ համապատասխանաբար նյութեր էին տարածվում առայն, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմնակալ է, պրոհայկական դիրքորոշում ունի։ Նույնը ՄԱԿ-ի մի քանի գործակալության մասին էր խոսքը գնում, այդ թվում նաև փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Ամբողջ ռեսուրսներն են գործի դնում ու աշխարհին համոզում, թե հայերը հանցագործներ են, էլ անհայտ ծագման պատմաբաններ, էլ սուտ վկաներ ու ծախված դատավորներ, բայց իրականությունը խեղաթյուրելու բոլոր փորձերը խնամքով թաքցնում է։ Նյուրնբերգի միջազգային ակադեմիայի դասախոսն է պնդում, պարզից էլ պարզ է կատարվողը քաղաքական ֆարս է, իրավաբանությունից կիլոմետրերով հեռու։ Սա absolut քաղաքական է, հավաքական հայտավոր իրենց քաղաքական լոբին շատ ուժեղ է բանանում, ասում իրանք ընդամենը մեկ բողոքով կարողացան գերմանացիների հայտարարությունը, որ տարածվել է ան վերաբերյալ Արցախի վերաբերյալ հանել տարել, այսինքն ստացվում է, որ իրանք կարողանում են իրենց քաղաքական լոբին բավական ակտիվ անել, այն բառը մենք ոչինչ չեն կարող անել։ ԵԽԽՎ-ից մինչև հասարակական կազմակերպություններ բոլորը պատասխան նամակ են ստանում, մուտքը արգելված է։ Հայերին ապօրինի դատելը Բաքուն իր ներքին գործն է համարում, խոշտանգում, կոպտորեն խախտում էթնիկ հայերի իրավունքները։ Փաստացի աշխարհը տեսնում է Ալիևյան մակարդակի հանցագործությունները, ստացվում է ոչինչ չի կարողանում անել։ Կամ լոբիստներն են հարցը լուծում, կամ հայտնի նավթադոլարները։ Ֆինանսների նախարարի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ կնախաձեռնեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել էր քրվարույթ նախաձեռնել։ Գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարանը մերժել էին փաստաբանական խմբի ներկայացրած բողոքները։ Ի վերջո փաստաբանական համայնքի համար պայքարի արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանեց հակակոռուպցիոն դատարանի փետրվարի 27-ի որոշումը եւ դրան փոխարինող դատական ակտ ներկայացրեց վարույթի հանրային մասնակցի վրա դնելով քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունը։ Սրանք հարցեր են, որոնք մեր կարծիքով կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ G-Coder ընկերության վերաբերյալ ներկայացվել է պատշաճ հաղորդում։ Փաստաբանի ձևակերպման ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու օրը 2021-ի օգոստոսին Վահե Հովհաննիսյանը ստացել է $1 միլիոն անտոկոս փոխառություն եւ $50,000 նվիրատվություն ու գնել Caritas Italiana ընկերության 100% բաժնետոմսերը։ Հիմա բարձ հարցեր են ծագում։ Ով էր, որ իրեն $1 միլիոն փոխառություն տվեց անտոկոս, ինչու է այդ չափի այդ մեծ գումարի փոխառություն են տվել,
Ով էր, որ 50,000 դոլար նվեր է տվել պետական չինովնիկին։ 2021-ի հայտարարագրով այդ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին։ Մեկ տարի անց սակայն Caritas Italiana ընկերությունը վերակազմակերպվել է, դարձել է G-Coder։ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը $1,50,000 չափ մնացել է 2023-ին, սակայն հայտարարագրում այդ բաժնետոմսերն ըստ Զոհրաբյանի անհետացել են։ Բաժնետոմսերը կան, ցույցետրում տարվա սկզբում կա, հետո տարվա վերջում գրում ես չկա ու չլինելու դեպքում մյուս բաժիններից երևում է ինչ եղել այդ բաժնետոմսերի ճակատագիրը, գումար վճարել են, չեն վճարել, այսինքն այդ անհետացումը նշվել է, նաև ցույց տալու է, որ այդ շարժը չի երևում իր հայտարարագրերից։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ ընկերության սեփականատեր է դարձել Վահե Հովհաննիսյանի մոր եղբայրը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը հայտնել է նաև, որ կառավարությունը 2023-ին G-Coder-ին 1.5 միլիարդ դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ G-Coder-ի վերաբերյալ հաղորդումը ընդգրկել է տեղեկություններ առերևույթ հանցանքի մասին։ 2024 թվականին փոփոխություն է կատարվում այդ որոշման մեջ եւ դարձվում է 1 միլիարդ 500 միլիոնը 1 միլիարդ 800 միլիոն դրամի ապրանքի, որը կարող է մոտավորապես 118 միլիոն դրամի մաքսատուրքից ազատել այս ընկերությանը։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրեցին, որ դեռ անցած տարի նախարար Հովհաննիսյանը մի քանի անգամ անդրադարձել է թեմային, իսկ նախարարը լրատվամիջոցների հետ ճեպազրույցներում հայտնում էր, թե հայտարարագրում արկա որոշակի անճշտությունները բացառապես տեխնիկական են։ Խնդիրը կարող է անում, որ եթե լավ է թույլտամությունը թույլ տա ես կամ մեկ այլ քաղաքացի, դա գոնե կարելի է հասկանալ, բայց երկրի թիվ 1 ֆինանսների կառավարիչը, որը ինքն է պատասխանատու մեր պետության ֆինանսների կառավարման համար, դա արդեն շատ վտանգավոր երևույթ է։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրեցին նաև, որ Վահե Հովհաննիսյանը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ներկայացրել պարզաբանումներ։ Պրոցեսն ըստ Ֆիննախի օրենքով սահմանված ընթացակարգով առաջ է գնում։ ՊԿ հայտնել էր, որ նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ 300,000 դրամ, եւ մինչեւ այդ շեմը ստացված եկամուտները հայտարարագրում կարող են չհայտարարագրել։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտներին։ ՊԿ հայտնել էր նաեւ, որ 300,000 դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե նմանօրինակ գործարքների հանրագումարին։ Այլ քաղաքացիներից նվիրատվությամբ ստացված գումարները համարվում են չհարկվող եկամուտներ, դրանք հայտարարագրի մեջ լրացվում են, բայց եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում, քանի որ դրանք չհարկվող եկամուտներ են։ Ընդ որում սահմանվել է չափ։ Եթե միանվագ նվիրատվությամբ ստացած գումարը չի գերազանցում 300,000 դրամը, այդ գումարները հայտարարագրում կարող են չլրացվել։ Գործարար Սամսոն Գրիգորյանն է Facebook-յան էջում գրառում արել, նշելով, թե մինչև 300,000 դրամի չափ հաշիվների մուտքերը քաղաքացու համար խնդիր անպայման կստեղծեն եւ որ քաղաքացիները մոտ ապագայում պետք է պատասխան տան իրենց հաշիվներին մուտք արած բոլոր գումարների համար։ Սամսոն Գրիգորյանի ձևակերպմամբ, եթե քաղաքացին չկարողանա ապացուցել դրանց ապօրինի եկամուտ չլինելը, հարկվելու է, որոշ դեպքերում ըստ գործարարի տուգանվելու, նույնիսկ կձերբակալվի, կախված գումարի մեծությունից ու հաճախականությունից։ Գործարարի հորդորն է ավելի լուրջ վերաբերվել ֆինանսական շարժերին, յուրաքանչյուր փոխանցում անելն ու ստանալը ըստ նրա քաղաքացու անձնական խնդիրը չէ միայն, այն լինելու է պետության վերահսկողության տակ։ Եթե ձեզ մոտ լինեն կասկածելի գործարքներ, որոնք ՊԿ կհամարի, որ դրանք կարող են լինել եկամուտ, որևէ գործունեությունից ստացած շահույթ, թեկուզ լինի 1000 դրամ, թեկուզ լինի 2000 դրամ, կապ չունի։ Վաղը մյուսօր դուք ՊԿ-ի հետ որևէ խնդիրներ եք ունենալու, ձեզ անպայման կանչելու են եւ պահանջելու են բացատրել, թե այդ գումարները ինչու, ինչպես եւ ինչու են այդպիսի մեծ հաճախականությամբ փոխանցվում ձեզ։ Գրիգորյանը Ղազախստանի օրինակներից է բերում։ Այդ երկրում քաղաքացիները պետք է բացատրեն, թե ինչու են իրենց բնակության վայրից եւ աշխատավայրից հեռու գտնվող վճարային տերմինալից գումար մուտք արել իրենց հաշիվներին։ Ղազախստանում քաղաքացիները պետք է բացատրություն տան նաեւ, թե որտեղից իրենց այդ գումարները, հակառակ դեպքում հարկ կվճարեն, նույնիսկ մի քանի տարվա կուտակված հարկեր։
Փոքր եւ միջին ձեռնարկատերերը կրկին բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները։ Ըստ այդմ ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը 5-ից դառնալով 10%, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը 1.5%-ից իջնում է։ Փոփոխություններով հստակ պահանջ է դրվել նաեւ գույքագրել ապրանքը։ Տնտեսվարողներն ասում են, ապրանքը գույքագրել հնարավոր չէ, այն հստակ արժեք չունի։ Ունենք շատ երկար տարիների կուտակված ապրանքներ, որը որ մենք չգիտենք ինչ գնով, ոնց պետք է գույքագրվի, ոնց պետք է լինի։ Ընդհանրապես կարող եմ հստակ ասել, որ ոչ մեկ չի գույքագրվել եւ պատրաստ չի եւ չի կարող, ոչ թե պատրաստ չի, այլ չեն կարող գույքագրել։ Փետրվարի վերջին կառավարությունը ժամանակավոր հետքայլ արեց շրջանառության հարկի բարձրացման հարցում։ Հայտարարվեց, որ այս տարվա առաջին կեսին 5%-ից ավելի վճարվելիք հարկը հետ կվերադարձնեն բիզնեսներին։ Տնտեսվարողները սակայն օրենքի ամբողջական փոփոխություն են պահանջում ու նշում, այս կերպ բիզնեսներին տանում են խոշորացման։ Մանր ու միջինը ընդհանրապես չի կարող աշխատել, որովհետև ինքը պահանջելու է թանկ հաշվապահական ծառայություն։ Բնականաբար դա ծախս է մանր փոքր բիզնեսի համար, ինքը այդ հաշիվներ, այդ գումարները, որ մի 100,000, 150,000 վճարի, իր եկամուտը դա է, որ ինքը ապրում է դրանով։ Դրան անհրաժեշտ է հավելյալ աշխատողներ։ Հուլիսի 1-ից հաշվապահական ու իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները եւս կտեղափոխվեն ընդհանուր հարկման համակարգ։ Որոշմանը դեմ ձեռներեցները այստեղ եւս ռիսկեր են նկատում։ Մի ձեռքով մենք տեսնում ենք, որ փոքր միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է, եւ մյուս ձեռքով հաշվապահական ծառայությունների արժեքն է արդեն ավտոմատ կերպով բարձրանում։ Այսինքն այստեղ իրար հետ չի համընկնում դա։ Եթե հիմա ընկերությունները 10% հարկ են մուծում, ապա հուլիսի 1-ից հետո հարկային բեռը դառնալու է առնվազն 30%։ Հաշվապահական ընկերության ներկայացուցիչն ասում է, դժվար թե հնարավոր լինի 30% հարկը կոմպենսացնել։ Շեշտում է, ավելացված արժեքի հարկի մասով էլ ընկերությունները որևէ ձեռքբերում չեն ունենում։ Հաշվապահական ընկերությունների մեծ մասը չունեն 30% շահութաբերություն, որպեսզի կարողանան 30% ավել հարկեր վճարեն։ Իսկ փոքր եւ միջին բիզնեսում գների թանկացում նույնպես 30%-ով իրականացնելը անհնար կլինի։ Օրենքից բողոքողները միաժամանակ ընդգծում են, դեմ չեն հարկերի բարձրացմանը, բայց երկկողմանի ձեռնտու պայմաններով։ Դոլյա Վարավսկայա երգն ու սպեցնազն է մտել, պատմում է իրավապաշտպանը, նրան էլ երկողներն են պատմել ճաղերի հետևում ցմահ փակվածները։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նախ սոցցանցում գրեց, թե դաժան ծեծից հետո են բանտից իրեն ահազանգել։ Հետո լրագրողներին է պատմում, սպեցնազից 30-ից 40 հոգով նախ ավերել են բանտախցերը, գետնին թափել ամեն ինչ, շպրտել սնունդը, հագուստեղենը, գետնին գցել դատապարտյալին, կանգնել վրան ու սկսել են հարվածել մահակներով։ Ուրեմն զբոսանքի ժամանակ երգել են դատապարտյալները տարբեր երգեր։ Ինչ որ մեկը երգել է Դոլյա Վարավսկայա։ Ու դրանից հետո, երբ որ հենց դրանից հետո է եղել այս ամեն ինչը, այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պետք է երգեք Գասպադա օֆիցերի։ Դեպքից հետո արդարադատության նախարարը վստահեցրեց, որ քրեակատարողական հիմնարկներում իրավաչափ համարժեք պատասխանից բացի որևէ այլ բան չի կարող կիրառվել։ Ազատությունից զրկված անձանցից ոմանք ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին տեղեկություններ են ներկայացրել։ Նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված իրենց պնդմամբ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման, վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են ազատությունից զրկվածների մարմնական վնասվածքները։ Մենք երբ որ հասել ենք տվյալ դեպքում որևէ ոչ իրավաչափ գործողություն արդեն իսկ չի եղել, որովհետև արդեն իսկ կանխված է եղել ըստ արդեն ծառայության պարզաբանման, որովհետև այդտեղ կանխվել ասածը դուրս են բերվել ենթադրվում է այն դատապարտյալները իրենց խցերում խուզարկություն է իրականացվել, որից հետո նորից այդ անձինք նաև տեղավորվել են այդ խցեր։ Այսինքն մեր այցի պահին Տիկին Ալեքսանյան որևէ ընթացիկ գործողություն իրականացնելու պահ չի եղել, այսինքն ավարտված է եղել։ Եղել է, ձեզ ասել են դատապարտյալները։ Այո։ Ժաննա Ալեքսանյանի պնդմամբ, եթե ինքը չհազանգեր, բանտարկյալները արնաքամ եղած կմնային գետնին, քանի որ նրանց բուժօգնություն չէր ցուցաբերվել։ Իսկ ձեր գնալուց
հետո երեկոյան կողմը բերել են կոտրված թևով ծմա դատապարտյալի։ Տիկին Ալեքսանյան, մեր Ես կարող եմ անուն ազգանունը ասել։ Եթե դժվար չի ասեք, մենք Արարատ կփորձենք։ Մուրադխանյան։ Բայց մեր աշխատակիցները մինչև օրվա ժամը 9:00 եղել են Դրանից քրեակատարողական հետո նոր հիմնարկում։ ուշ ժամի են բերել էլի, 9-ից հետո Արարատ երևի։ Մուրադխանյան։ Արդարադատության նախարարության քրեակատարողականի սոցիալական աշխատանքների բաժնի պետի տեղակալն էլ պնդեց, որ ֆիզիկական ուժի կիրառումը սխալ ընկալում է, ձեռքը ոլորելը եւս ֆիզիկական ուժի կիրառում է։ Եղել են կապտուկներ, քանի որ դիմադրել են եւ իրենք ըստ պաշտոնյայի օրենքի շրջանակում են գործել։ Այնինչ իրավապաշտպանը պնդում է, թե բանտարկյալներն առնակամ են եղել եւ ստացել կոտրվածքներ։ Դռները կողպված են, տարածքն ազատված, Կոմիտասի շուկան հետայսուփակված է։ Գոհ չենք, դե հաճախորդները երևի կեսը չգիտեն, որ շուկան տեղափոխվի։ Վաճառականները տեղափոխվել ու ապաստանել են շուկայից ոչ հեռու նոր տարածքում, ծածկեր են դրել, բացօթյա ու փակ տաղավարներ տեղադրել, հարմարվել ու մի կերպ վաստակում են օրվա հացը։ Բնականաբար միտեղ պետք է գտնենք, որ շուկային մոտիկ լիներ, հաճախորդներ շատ չկորցնենք, ճիշտ է կորցրել ենք, բայց դե էլի ոչինչ։ Անկամ սկզբից սրանք սարկած չեն եղել, այս սեղանները, մենք մտել ենք ներսն են կանգնել ձմեռը։ Շատերը կանգնած չեն եղել, մի քանի հոգով ենք ներսը կանգնել։ Էսի որ չլիներ չտային ինչ պյանեինք։ Մեր տարիքում մեզի ոչ միտեղ չէին ընդունի աշխատանքին, հենց որ էլի փառքը շատ Աստված որ էսի տվել է։ Այնքան էլ գոհ չեն պայմաններից համեմատում ու հիշեցնում են նախկին մեծ ու ընդգրկուն տարածքը, որն իրենց ապրուստի միակ միջոցն էր, դրան գումարած իրենց նոր հասցեի մասին էլ քչերը գիտեն։ Ասում են հաճախորդներ շատ են կորցրել։ Ձեզ հեշտ են գտնում տարածքը։ Դե զանգով են գալիս, այնպես են պատահականությամբ են գալիս, անծանոթ է գալիս։ Ոչ բոլորն են էլի ասեն կարողանում գտնել։ Մենք նույնը ձևի վաճառում ենք, ուղղակի հաճախորդներն են քչացել, ժողովրդի ձեռքը փող չկա։ Ես որ գոհ եմ սեզոնի համեմատաբար, որ ավելի վատին ենք սպասում, քանի որ նոր տեղա ոնց որ 0-ից դու սկսես, բայց էլի Աստծուն փառք, մեր լավ հաճախորդների շնորհիվ գոհ եմ, այո։ Մեկ այլ խնդիր է բացօթյա այս տարածքում ձմռանն աշխատելը։ Վաճառականները թեև ժամանակավոր կացարան են գտել, բայց ցուրտ ձմռանը չգիտեն ուր են գնալու, ինչ են անելու։ Ասում են քաղաքապետարանը խոստացված տարածքն այդպես էլ չհատկացրեց։ Ինքնուրույն են տեսել իրենց գլխի ճարը։ Թաղապետարանից, քաղաքապետարանից եկան, ստից խոսացին, ձեզի տեղ կհատկացնենք, ոչ մեկն էլ ոչ մի բան չարեցին։ Ես էլի եմ շեշտում, էլի այս երկու ջահել տղաները չլինեն, մենք այսքան ժողովուրդը անհաց ողորմություն ենք խնդրելու կարելի ասել։ Դրանք հեքիաթներ են, քաղաքապետարանը ոչ մի բան էլ մեզ չի հատկացրել, ճիշտ է եկել են, լսրել են, ամեն ինչ այլ են, բայց ոչինչ էլ չեն հատկացրել։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից էլ վստահեցնում են մենակ չեն թողել վաճառականներին, ընդհակառակը օժանդակել են նոր տարածքում տեղավորվելու հարցում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկել, սեղանիցներ մենք ձեռք բերեցինք, տրամադրեցինք իրանց, որ հաստատի ով կար, ով ուզում էր տեղափոխել, տեղափոխվել են։ Հիմա լրացուցիչ տեղ էլ կա եւ համայնքային հող կան դե, որը կարող է լրացուցիչ, եթե մարդկանց պահանջ լինի, էլի տեղավորենք այնտեղ աշխատեն, անմիջապես կից, շուկային կից է գտնվում ընդամենը մի 50 մետր հեռավորության վրա։ Առևտրային տարածքի կազմակերպիչի հետ ենք մենք շփվում, ոչ թե յուրաքանչյուրի հետ առանձին։ Պատմամշակութային շենքը 2021-ից նոր սեփականատեր ունի, թե ինչ ճակատագրի կարժանանա, այն դեռ պարզ չէ։ Այդուհանդերձ ընկերությունը, որին այժմ պատկանում է կառույցը, հերքել է լուրերն այն մասին, թե շենքը արտաքին փոփոխությունների կենթարկվի։